Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն ողջունում է իր բոլոր ունկնդիրներին եւ սկսում աշխատանքային նոր շաբաթը։ Իսկ այդ նոր շաբաթը մենք սկսում ենք մեր ծրագրի վաղեմի ու լավ բարեկամներից մեկի, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ զրույցով։ Հայկ, ուրախ եմ քեզ ողջունելու մեր տաղավարում, որտեղ դու այն մարդն ես, ով միշտ այսպես ամեն անգամ գալով մեր տաղավար մի հետաքրքիր այսպես անակնկալ եմատություն։ Բայց երևի մեր զրույցը այսօր սկսենք 2 օր առաջ երևի տեղյակ ես Արցախում տեղի ունեցավ ադրբեջանցիների հաղթական չկերտը։ Այդ մասին ինչ կարող ես ասել։ Ես չեմ դիտել, որտեվ ինձ համար անչափ ցավալի է եւ ստորացված եմ զգում ինձ։ Հասկանում եմ, որ ես իմ ստորացման մեջ որևէ ներդրում չունեմ, ճիշտ հակառակը, բայց հասկանում եմ, որ ինձ ստորացրել են ոչ 1 հոգի, ոչ 2 հոգի, այլ բազմաթիվ մեղմ ասած մարդիկ, որոնք այստեղ են այդ պարտությանը հանգեցնելով, այդ պարտությունը արձանագրելով եւ դա իրականություն դարձնելով։ Դրա համար չեմ նայել, բայց սա իմ անձնական ստորացումը չի, սա նաեւ համընդհանուր ստորացում է այս կողմում, որը ցավոք սրտի այստեղ չեն գիտակցում, գրեթե ոչ ոք չի գիտակցում, շատ քչերը եզակիներն են գիտակցում։ Եվ հետևաբար այդ ստորացումները, եթե չեն գիտակցվում, ապա դրանք կրկնվելու են, անպայմանորեն կրկնվելու են եւ շատ կրկնվելու տեղ էլ չի մնացել, եւս մեկ անգամ կկրկնվի ու վերջ։ Շղթան կկտրվի, որտեղ ամեն ինչ կվերջանա։ Սա է, եւ ինձ ապշեցնում է կամ արդեն դա էլ չի ապշեցնում այն անտարբերությունը եւ այդ մասին ես մի քանի վայրկյան առաջ ասացի, որ դրսևորվում է այդպիսի երևույթների նկատմամբ Հայաստան, այն որ Բաքվում, այսինքն Ադրբեջանում կամ Ադրբեջանը տոնում է, ավելի շուտ Ադրբեջանը տոնում է այդ ջախջախումը հայկական կողմի եւ Հայաստանի եւ այն որ իրենք առավել են պատրաստվում հաջորդ եւ արդեն վերջնական ջախջախմանը եւ դրա հանդեպ տոտալ անտարբերություն կա, քեֆ ուրախություն կա Հայաստանում եւ Սփյուռքում, դա ինձ, եթե ես չիմանայի արդեն չճանաչեի իմ ժողովրդին, դա ինձ կսարսափեցներ եւ կզարմացներ։ Հիմա ուղղակի շատ սպეციფიկ եւ չեմ ուզում բնորոշում տալ, հասկանում են թե դա ինչ է, հասկացողները, այդպիսի զգացողություն եմ ունենում, երբ մտածում եմ, թե ոնց կարող են այդպիսի բանին այդքան անտարբեր լինել եւ այդքան երջանիկ։ Եվ հավատացնում եմ ձեզ, որ շքերթի օրն էլ, երեկել, այսօր էլ տրենգի են տվել ռեստորաններում, էլի քեֆեր են արել, բաներ են արել, այսինքն չկա բացարձակ ոչ մի գիտակցություն չկա, ոչ մի գիտակցություն չկա։ Դե քեզ ավելին ասեմ, այս օրերին մեծ ոգևորությամբ հատկապես մեր իշխանությունները նշում են, որ վերջապես մենք հաստատեցինք խաղաղության այդ իրավիճակը խաղաղ եւ այսօր արդեն Ադրբեջանի տարածքով ռուսական ծորենը հացավ Հայաստան անցնելով Վրաստանի տարածքով մտավ Հայաստան։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Ես մի անգամ արդեն մեկնաբանել եմ, հիմա ասեմ ձեր լսարանի համար։ Ծորենի պատմությունը դա մի փոքրիկ գազարիկ է, որը նետել են բազմաթիվ մտրակների արանքում։ Ծորենը այսպես թե այնպես գալիս էր Վրաստան, Վրաստանով էր գալիս եւ ամենևին բացառված չի, որ անցնում էր Ադրբեջանով, ուղղակի ենթադրվում է, որ այդ ծորենի վերջնական կետ որպես նշվում էր Վրաստանը, հետո այնտեղ ենթադրաբար առանձին սխեմաների միջոցով հայերը դա արտահանում բերում էին Հայաստան։ Սա բական իրատեսական ենթադրություն է, ոմանք պնդում են, որ դա փաստ է։ Հիմա Ադրբեջանով անցնելուց ուղղակի վերջնակետ է նշվել Երևանը, ոչինչ չի փոխվել։ Այսինքն ընդամենը մի նոմենկլատուրային հանգրվան Վրաստանում վերաձևակերպելու, եթե այդ տեսությանը հավատանք, մեջտեղից դուրս է եկել։ Բայց դա Ալիևը արեց շատ խելացի կերպով, ինքը շատ խելացի է, ես բազմաթիվ անգամներ ասել եմ, լուրջ ռազմավարական եւ մարտավարական մտածողություն ունի, ի տարբերություն մնացած բոլորի այստեղ վերջին 40 տարիների ընթացքում, եւ այդ բանը նետեց հայ ժողովրդին, այդ գազարիկը փոքրիկ մտրակների արանքում, ինչպես ասացի, stick and carrots, ինչպես ասում են անգլերենում, մտրակ եւ գազարներ,
որպեսզի այստեղ Նիկոլ Փաշինյանը այդ խաղաղության հանգամանքը, կեղծ խաղաղության հանգամանքը, որտեղ խաղաղություն չկա եւ չի լինելու առավել եւս թափահարի եւ վերընտրվի։ Բաքվին եւ Անկարային աննկարագրելիորեն անհրաժեշտ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ իշխանության եւ նրան իրոք ընտրի այս ժողովուրդը, վերընտրի։ Եվ իրեն գիտեն, որ դա մի անգամ, երկու անգամ հաջողվել է իրենց, հիմա երրորդ անգամ են պատրաստվում հաջողելու եւ կհաջողեն։ Որովհետեւ մինչեւ այդ պահը խաղաղություն, այո, այսպես հարաբերական արտաքին մակերեսային խաղաղություն, այո, կլինի։ Եվ չնայած դրան, այնուամենայնիվ Ալիևը չի դիմանում եւ անում է շատ անկեղծ հայտարարություններ Հայաստանը վերցնելու վերաբերյալ։ Չի խոսում ռազմուժի մասին այլևս, բացահայտ, բայց խոսում է Հայաստանը վերցնելու վերաբերյալ։ Եվ սրանք էլ այստեղից դա ներկայացնում են որպես, որտեղ պիտի տակից դուրս գան, իրենց ասածը հերքում է ըստ էության Ալիևը, իրենք դրատակից դուրս գալու համար ծախում են այստեղ իրենց ժողովրդին, թե դա ներքին լսարանի համար է։ Այդ ներքին լսարանի համար ասված արտահայտությունը, եթե դուք լսում եք հայաստանյան իրականության մասին կամ Հայաստանին վերաբերող հարցերում, ուրեմն պիտի զզվանքով գիտակցեք, որ դա կատարելապես սուտ է։ Հայաստանում արվում են հայտարարություններ միայն ներքին լսարանի համար, դրանք դրական հայտարարություններ են, բայց Ադրբեջանում ներքին լսարանի համար երբեք հայտարարություններ չեն արվում։ Դրանք արվում են ընդհանուր լսարանի համար։ Լինի ներքին, լինի արտաքին, հատկապես Հայաստանի համար, թեև Հայաստանի վրա թքած ունեն Ադրբեջանում, իրենք իրենց գործը անում են։ Եվ Ալիևը ներքին լսարանի խնդիր չունի, որտեղ ինքը ամբողջությամբ վերահսկում է ներքին իրավիճակը։ Ինքը խնդիր չունի իր ժողովրդին խաբելու, խաբխփելու, լավ հույսեր տալու կամ ոգևորելու Հայաստանի գրավմամբ։ Ինքը ուղղակի արտահայտում է տեսլական, գաղափարախոսական տեսլական, որն ինքը արտահայտելուց հետո մշտապես իրականացրել է, մշտապես։ Եվ այդ առումով, կոնկրետ այդ առումով, իր անելիքների մասին խոսքով, Ալիևը որևէ կետում չի խաբել, երբևէ։ Երբևէ չի դիմել խաբեության։ Ինչ ասել է, ինքը այդ ուղով գնացել է եւ դա իրականացրել է։ Հիմա այս համատեքստում մենք պիտի հասկանանք, որ այդ խաղաղությունը, հարաբերական խաղաղությունը պահպանվելու է մինչև սրանց վերընտրվելը, որը տեղի է ունենալու։ Թող չխաբեն ոչ մեկի, որ ժողովուրդը չի ընտրելու։ Ժողովուրդը գնալու եւ ընտրելու է, որտեղ ժողովուրդը ընդունում է հանձնվելու, հայրենիքը կորցնելու եւ ամեն ինչից զրկվելու օրակարգը։ Այլևս չկա բացարձակապես դիմադրելու, հայրենիք ունենալու որևէ ներքին մղում։ Եվ այս իրավիճակում պիտի հասկանանք, որ ընտրություններից հետո սկսվելու է իսկական կինոն, ինչպես ասում են։ Այդ ընտրություններից հետո է Ալիևը իրականացնելու Հայաստանի կլանման եւ վերցնելու վերջին արարը։ Գիտես Հայկ, ես կուզենայի չհամաձայնվել քո այն մտքի հետ, որ երրորդ անգամ ժողովուրդը պիտի գնա եւ ընտրի, որտեւ ես չգիտեմ, եթե մեր ժողովուրդը այս ամենից հետո նորից ի վիճակի է գնալ նման քայլի, ավելի լավ է չխոսենք այդ ժողովրդի մասին։ Դե ես այդպես արդեն չեմ խոսում, բայց տեսեք, արդեն մի անգամ արել է, չէ՞։ Հա, բայց չէ, եւ այդ մի անգամ անելուց հետո, դա պատերազմից հետո եղել, դա կապիտուլյացիա ստորագրելուց հետո եղել։ Եվ դրանից հետո, երբ Փաշինյանը անընդհատ հետևողական քաղաքականությամբ նորմալիզացրել է հայրենահանձնման գաղափարը, ազգային ինքնությունից զրկվելու գաղափարը, կետ առ կետ, փուլ առ փուլ ամեն դաշտում, բոլոր դաշտերում, եւ շարունակել է մնալ իշխանություն առանց որևէ անգամ միջին ծավալի բողոք չի եղել հանրային։ Այդ 100 անգամ ասել եմ, խոհանոցներում բողոքները հաշիվ չեն։ Առանց որևէ ժողովրդական դժգոհության կամ փողոց դուրս գալու խոշոր զանգվածներով։ Ուրեմն այդ ժողովուրդը ոչ միայն մի անգամ վերընտրել է Փաշինյանին եւ նրա ռեժիմը կապիտուլյացիայից հետո, այլև ամեն օր գնացել է քվեարկության, պատկերավոր ասած, եւ ամեն օր վերընտրել է Փաշինյանին, ներառյալ այսօրը։ Այսօր 3 չառաջի օրը։ Եթե այս ամենից հետո մենք մտածում ենք, որ չի ընտրելու, նկատի ունենալով այն, որ մենք ունենք մի քանի հոգանոց շրջապատներ, ես իմ շրջապատը ակտիվ շփման ծայրահեղորեն փոքրացրել եմ, որովհետև ընդհանրապես չեմ ուզում որևէ մեկի հետ շփվել,
մեծ հաշվով։ Բայց եթե ես դուք ունենք փոքր շրջապատներ, որտեղ մերպես են մտածում, պարոն Ղուշյան, դա դեռ չի նշանակում, որ դա ժողովուրդն է։ Դա նշանակում է դա ծայրահեղագույն փոքրամասնությունն է ժողովրդի։ Իսկ իրականում մի շատ զզվելի իրականություն եմ ես տեսնում նաև, որ ինձ միլիոներորդ անգամ ծայրահեղ այսպես վանում է այս ամեն ինչից, դա այն է, որ շատերը ասում են, դե հա, սխալներ է անում կամ ապիկար է, այդ ապիկար բառը ես եմ առաջին անգամ 18 թվականին մտցրել շրջանառության մեջ, բառը կար իհարկե, բայց որևէ մեկը երբևէ չէր օգտագործում։ Ես եմ մտցրել շրջանառության մեջ, հիմա ես այդ ապիկար բառն ատում եմ, որովհետև ապիկար ասելով դու բարդում ես անկարողության եւ անտաղանդության վրա մեղմ ասած, փոխանակ հասկանալու թե իրականում ինչպես է, իսկ այս մարդիկ անկարող ու անտաղանդ չեն։ Իրենք հստակ ծրագրով են առաջնորդում եւ հստակ գաղափարախոսությամբ եւ իրենց վստահ եմ, իրենց, այսինքն դա իմ համոզմունքն է, իրենց թելադրված ծրագրով։ Հիմա այս մարդիկ անում են մի բան, որին չկա հակազդեցություն եւ ժողովրդի շատերը ասում են հա ապիկար է կամ հա չի կարողանում անի կամ հա սա չի կարողանում անի, սա չեն անում, սա սխալ են անում, վատն են, շատ վատն են, բայց ով լավ դե ինքը խաղաղություն է բերում, լավ բայ ինչ անենք, հա լավ պիտի ապրենք խաղաղով, մեր զավակները չեն զոհվել եւ գնալու են էլի ընտրելու են իրեն։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ այդ չսիրողները, ես, պարոն Ղուշյան, վերջին 1 ամսվա ընթացքում մի 2-3 հոգու հետ բավական լուրջ թվացող մարդկանց խոսել եմ եւ թվում է թե իրենք չեն սիրում այս ռեժիմը կամ չպիտի սիրեն։ Իրենց դիրքից ելնելով, իրենց հանրային կշռից ելնելով, իրենց անձի բնույթից ելնելով, իրենց այսպես հարգված լինելուց ելնելով, հա, իմ պատկերացմամբ։ Բայց ստացվում էր, որ այդ մարդիկ ներքուս սատարում են եւ համարում են, որ հիմա լավ է վիճակը Հայաստանում։ Եթե այդ մարդիկ են այդպիսին, բա պարզ գյուղացիների մտածողությունը դուք պատկերացնում եք այս հարցի մասին, մոտեցումները։ Մենք հաճախ դա մենք ինքնախաբեությամբ ենք զբաղված, իսկ ես երբևէ ինքնախաբեությամբ չեմ զբաղվում, դրա համար ինձ հռչակել են վատատես, բան, բայց որևէ բան, որ ես ասել եմ, չի եղել, որ չիրականանա մեծ հաշվով։ Ընդհակառակը իրականացել է ավելի վատ։ Գնալու են եւ վերընտրելու են։ Այնուամենայնիվ մի ասեք, որտեվ ես չեմ ուզում դրան հավատալ, այլապես մարդ կարող է խելագարվել։ Դե ես այդ խելագարվելու բանը հանգրվանը անցել եմ, կարծես թե դեռևս չեմ խելագարվել, բայց կարողացել եմ դրա վրայով անցնել եւ եկեք հիշեք իմ խոսքերը։ Եթե ընտրությունների հաջորդ օրը պարզվի, որ Փաշինյանը վերընտրվել է, ԿՊ-ն վերընտրվել է, ինչ եք անելու, ինչ ենք անելու։ Մենք պիտի այսօր ընդունենք այդ իրականությունը, պարոն Ղուշյան։ Ապրել այս երկրում անիմաստ է դառնում։ Այսպես թե այնպես անիմաստ է, այսինքն այս երկրում եթե մենք կարծում ենք, թե հայկական ինքնություն պահելով հնարավոր է լինելու այս երկրում ապրել, կամ ընդհանրապես հայցանված լինելով հնարավոր է լինելու այս երկրում ապրել, մենք անչափ սխալվում ենք։ Պարոն Արտիրոսյան, դե Ալիևը շարունակում է իր լրկտի այսպես խոսույթը եւ ասում է, որ դե մենք շուտով գնալու ենք Հայաստան ոչ թե տանկերով, այլ մեր մեքենաներով, մեր պատմական հայրենիքը Արևմտյան Ադրբեջան եւ ցավալին գիտեք որն է, որ այս իշխանությունները, այս վայ իշխանությունները ասում են դե դա ներքին, ասենք, լսարանի համար ասված մտքեր են։ Պատկերացնում եք, ում է նշի տեղ դրել։ Տեսեք, մեր խնդիրներից մեկը կայանում է նրան, որ մենք դա բնորոշում ենք որպես լկտի խոսույթ։ Իրականում լկտի չի այդ խոսույթը, այդ խոսույթը անկեղծ խոսույթ է։ Մարդը շատ անկեղծ ասում է։ Ինչն է սխալ ասում։ Ինչն է սխալ ասում։ Այլ հարց, որ ինձ եւ ձեզ դա դուր չի գալիս։ Դա դուր է գալիս հայ ժողովրդին։ Կարող եմ ենթադրել, որ այո, եթե դուր չգար, քայլեր կկատարեին, որպեսզի դա որևէ դեպքում իրականություն չդառնա։ Մենք այդ մասին մասամբ արդեն խոսեցինք։ Հիմա տեսեք ինքը ինչու է դա ասում։ Եվ ինչ է իր ասածը, պարոն Ղուշյան։ Ինքը ինչպես բազմաթիվ անգամներ նշել է, շատ խելացի ստրատեգ է, ռազմավարության գիտակ, բայց ինքը օգտվում է այստեղ մի շատ խելացի, բայց շատ հին եւ շատ լավ հայտնի տեխնիկայից։ Այնպես չի, որ ինքը գյուտ է արել, կամ այստեղ ինքը Winston Churchill-ի քայլերն է կատարում, կամ չգիտեմ, Կեսարի քայլերն է կատարում, չէ։ Ինքը ուղղակի հրաշալի աշակերտ է պատմության, ինքը գիտի պատմություն եւ ինքը շատ լավ ուսումնասիրել է քաղաքական մարտավարությունը եւ պատերազմների վարման ոսկե կանոնները։
Իսկ այդ ոսկե կանոնները դեռևս Սունցին է ամրագրել եւ իր հայտնի գրքում պատերազմի մասին այս ամենը կա։ Իսկ դրա հիմնական սկզբունքներից մեկը հետեւյալն է. աշխատիր եւ ամեն բան արա նախ եւ առաջ առանց ռազմական հարձակման գրավելու թշնամուդ, հպատակեցնելու եւ հաղթելու առանց ռազմական հարձակման նախ եւ առաջ։ Եթե չի ստացվում, նոր անցի ռազմական ուղու եւ հաղթելուց հետո երբևէ կանգ մի առ։ Ջնջիր, ոչնչացրու, փոշիացրու մինչև վերջ, մինչև ոչինչ չմնա, որպեսզի կարողանաս քո հաղթանակը վայելել։ Այն ինչի հակառակը հայերը արել են հազարամյակներով, մասնավորապես վերջին 40 տարին եւ 40 տարի առաջ։ Ինքը դա անում է ըստ կանոնների։ Եվ ինչ է անում, ինքը ռազմական հաղթանակ արձանագրել է, եւ այդ ռազմական հաղթանակն էլ արձանագրել է էլի առանց ռեալ կռվի։ Տեսեք, ես ուզում եմ մի բան ասել։ Կա մեծագույն խաբեություն Հայաստանում, որը շատերի դատարկ ուղեղները մցրել են եւ դա ամրապնդվել է եւ որևէ մեկը այս մասին չի խոսել եւ ես առաջին անգամ ասել եմ 44 օր ասում են դիմադրեցինք մի ամբողջ 44 օր ոչ ընդամենը 44 օր արդի աշխարհում պատերազմները 44 օր վարելը ամոթ է պարտվող կողմի համար այսինքն քեզ կոտրելու համար անհրաժեշտ եղավ ընդամենը 44 օր եւ իրականությունը այն է որ այս 44 օրը տեղի ունեցավ այն պատճառով, որ սա իմ խոր համոզմունքն է, իմ վերլուծության արդյունքն է, որ կար պայմանավորվածություն, ամենայն հավանականությամբ այսպես ձևակերպեմ եւ կար որոշում պարտվելու։ Սա իմ կարծիքն է։ Ես փաստ չունեմ, բայց սա իմ համոզմունքն է։ Հետևաբար, ընդամենը 44 օր հետո, երբ բավական լուրջ հարվածներ էր ստացել հայկական բանակը, ստորագրվեց փաստաթուղթ եւ դրանից հետո պարտությունները եղել են հող հանձնելու տեսքով փաստաթղթերով եւ պայմանավորվածություններով ընդամենը մոտ 25 թե 20%-ն էր գրավել Ադրբեջանը 44 օրերի ընթացքում մնացած տարածքները հանձնեցին հայերը հրամանը ստանալով Բարամյան 26-ից կամ չգիտեմ կառավարության շենքից որտեղից որ եկել է այդ հրամանը որտեղ որ նստում էր վարչապետը հիմա ընդամենը 44 օրից հետո արդեն արձանագրվել է պարտություն, որը կարող էր եւ չարձանագրվել, այս պատերազմը կարող էր տարիներ գնալ, եթե այստեղ պայքարելու եւ հակազդելու բան լիներ, ցանկություն լիներ, բայց ոչ ժողովուրդ ուներ այդ ցանկությունը, երբևէ չի ունեցել, այս ժողովուրդը խաղաղություն բառից եւ երևույթից կախվածություն ունի հոգեբանական եւ չի հասկանում, որ այդ խաղաղությունը պիտի միայն հաղթանակով արձանագրես, հատկապես այսպիսի հարևանության պայմաններում եւ այս իրավիճակում պատմական։ Բայց դե հիմա ինքը ընտրել է գերեզմանային խաղաղությունը, դա իր ընտրությունն է։ Ես չեմ հարգում այդ ընտրությունը, բայց դա այդ ընտրությունը, ես այդ ընտրության հետ հաշվի եմ նստում արդյունքների։ Հիմա Ալիևը անում է մյուս քայլը, ինքը ել չի ուզում հարձակվի, շատ խելացի ձևով, ինքը կարող է հարձակվի եւ գուցե հարձակվի նաեւ։ Հատկապես Սյունիքի հատվածում գուցե որոշակի հարվածներ հասցնի այդ առանց պատերազմի արդյունք ստանալու համար, բայց ինքը գնում է դասական, սունցիական ուղով։ Առանց պատերազմի, ասում է տանկերով չեն գա, կգանք մեքենաներով։ Իրեն պետք է, որ ադրբեջանցիները գան Հայաստան բնակվեն, չէ՞ որ բնակչություն բերելով դու գրավում ես երկիրը։ Բայց երկիր գրավելու իմաստը ո՞րն է, որ քո բնակչությունը գա այդտեղ ապրի։ Հիմա եթե իրենք առանց կիլոմետրերով արյուն թափելու, տոննաներով արյուն թափելու, կարող են գալ եւ վռնդել, վտարել բնիկներին։ Ինչի դա չանեն։ Ինչի դա չանեն։ Ինքը գնում է այդ ճանապարհով։ Ինչ է, կարծում եք մարդիկ, որոնք Բաքվում են ապրում, չգիտեմ, տարբեր տեղերում են ապրում, Ադրբեջանի տարբեր շրջաններում են ապրում, ադրբեջանցիներ, պարզ ժողովուրդ իրենց։ Կարծում եք իրենք նստած երազում են ոնց գնան անհայտ, ասենք Արտաշատում ապրեն իրենց համար կամ բան Եղեգնաձորում ապրեն կամ Քանդված վայքում ապրեն կամ չգիտեմ որ իրենք երազում են, հա, այդ բնապատկերին չեն դիմանում ուղակի, թե Հայաստանի թունավոր ջրերն են ուզում խմել, թե Հայաստանի թունավոր օդն են ուզում շնչել։ Շատ ինտենսիվորեն այստեղ այդ ամեն ինչը թունավոր է դառնում, չէ՞։ Ավելի եւ ավելի։ Ինչ են ուզում գան։ Դա պետական քաղաքականությունը երկիրը գրավելու առանց զենքի։ Հիմա եթե հայ ժողովուրդը դա գիտի, ու չասեք չգիտի չեն հասկանում, չկա այդպիսի բան։ Լավ գիտեն, լավ հասկանում են, բոլորը դա լավ հասկանում են։ Եվ ընդ որում Հայաստանում կիրառում են վերադարձ տերմինը, այսինքն այդքան ադրբեջանցի եղել է այստեղ,
Մի հատ էլ համաձայնվում են դրա հետ ու պիտի հələ մի հատ էլ վերադառնան, չեն ասում գալուստ, որ գալու են։ Հիմա իրեն գալիս են, ինչպես է Արցախը դարձել ադրբեջանական։ Այդպես գալով եկել են։ Մի մասը զենքով է եկել, մի մասը անասունների վրա նստած է եկել։ Իրենց անասունների հոտերը քշելով, բերելով, արածացնելով, տնտեսություններ հաստատելով, եկել են գրավել, բայց այդպես են գրավում։ Տեսեք ինչպես ժամանակին մոնղոլ թաթարական հորդաներ գրավում հարևան պետությունների, հիմա էլ ազերիների հորդան պատկերացնում է 300-ից 500,000 մարդ գալիս է արևմտյան իրենց ասելով Ադրբեջան եւ այստեղ տեղավորում է։ Ինչ կլինի մեր վիճակը։ Չէ, ինչ պիտի լինի, ոչ մի բան չկա, այսինքն զարմանալու կամ հանելուկային բան չկա, այստեղ հայ չի մնալու։ Ո՞ս կարող է հայ մնա։ Իրենք չեն ուզում հայերի հետ ապրել։ Այն հայերը, որոնք հոգեբանորեն արդեն ազգափոխ են եղել եւ դարձել են ադրբեջանցիներ եւ պատրաստվում են ադրբեջանցիների հետ ապրելու, հուսախաբ են լինելու։ Իրենց միևնույն է չեն թողելու որ իրենք այստեղ ապրեն։ Իրենց համար ադրբեջանցիները շատ հատուկ վերաբերմունք ունեն հայ երևույթի հանդեպ։ Իրենք չեն հանդուրժելու։ Եվ ճիշտ ասած այն մարդիկ, ովքեր արդեն իսկ իրենց գլխում ազգափոխ են եղել, արժանի են այդ իրավիճակին լինելու այն արդյունքներին, որոնք իրենք խաղալու են իրենց արածի կամ չարածի արդյունքում, որտեղ չանելն էլ դա գործողություն է, հա։ Հիմա մենք դի մի բան հասկանանք, որ այս գործընթացը կասեցնող չկա, բայց մոնղոլների հետ համացանը ես կուզենամ անդրադառնալ, որովհետև շատերն են համեմատում, ես ճիշտ ասած մի փոքր այլ տեսանկյունից եմ դրան նայում, որպես պատմաբան առաջին մասնագիտությամբ։ Ես երկրորդով եմ քաղաքագետ, առաջինով պատմաբան եմ եւ հռչակավոր եւ շատ հարգված պատմաբանի որդի։ Մոնղոլները գալիս էին հրով ու սրով, սարսափելի դաժանություններ էին գործում գրավելու գործընթացում։ Սարսափելի։ Ասենք մարդկության պատմության մեջ մինչև իրենց այդպիսի գազան եւ անմարտկային հակամարտկային վերաբերմունք գրավողների հանդեպ չի արձանագրվել։ Մոնղոլները չեմպիոն էին այդ առումով։ Բայց հենց որ գրավում էին, հենց որ հաստատում էր իրենց իշխանությունը, իրենք այլևս դադարում էին զանգվածաբար դաժանություններ գործել։ Անհատական դեպքեր շատ են եղել բնականաբար։ Իրենք հաստատում էին կամ պայմանավորում էին տեղացիների հետ, կամ հաստատում էին իրենց կառավարչին, որը հարկեր էր հավաքում։ Իրենք փողի խնդիր ունեին, իշխում էին այդ տարածքներին, դարձնում էին հպատակ եւ բավական արդյունավետ պետական կառավարման համակարգեր էին հաստատում։ Իրենք լինելով քոչվորներ։ Չինգիզ խանի որպես պետական կառավարիչ, այստեղ շատ կարևոր է այդ բնորոշումը, որպես պետական կառավարիչ, մեծությունը կայանում է դրանում։ Ինքը ստեղծեց ֆունկցիոնալ կայսրություն համաշխարհային։ Լենք Թեմուրը, որը աշխարհի պատմության մեջ ամենաարյունարբու հանցագործներից մեկն էր, անգամ այդ ժամանակների չափանիշներով աննկարագրելի բարբարոս հակամարտկային կենթանի էր, անգամ Լենք Թեմուրը շատ էֆեկտիվ կառավարիչ էր։ Եվ գրավելուց ոչնչացնելուց հետո ինքը չէր գնում ցեղասպանական քաղաքականության։ Ցեղասպանության խնդիր չկար, այսինքն բնիկ ժողովրդին տեղահան անելու եւ հողը մոնղոլներով բնակեցնելու խնդիր իրենք իրենց արժեվ չէին դրել։ Դրա համար մոնղոլները չփոխեցին իրենց հայրենիքը։ Ինչ վերաբերում է հայերի արժեվ եւ Հայաստանի արժեվ ծառացած մարտահրավերին, իրավիճակը ուրիշ է։ Հայաստանը գրավողները չեն ցանկանում, որպեսզի այստեղ որևէ հայ մնա ապրի։ Պատահական չի, որ արաբների գրավելուց հետո Հայաստանում հայեր են մնացել։ Հայկական բնակչության ցեղասպանություն չի իրականացվել։ Պարսիկների գրավելուց հետո, ընդ որում չասեմ, թե պարսիկների հետ ինչքան է խառնված հայ ժողովուրդը։ Մշակույթից բացի նաև էթնիկ, գենետիկ առումով մեկ ընդհանուր դաշտում են եղել հայերը եւ իրանցիները։ Ամեն առումով չի եղել բնակչությանը հանելու եւ միայն իրանցիներով բնակեցնելու խնդիր։ Ընդհանրապես Պարսկաստանը բազմազգ պետություն էր եւ միշտ այդպեսին է եղել։ Նույն մոնղոլները, բայց այ իրավիճակը փոխվում է, երբ թուրքերը, օղուզները գալով Սիբիրից իրենց համար ստեղծում են նոր հայրենիք։ Հասնում են Եվրոպա։ Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, Հռոմի մայրաքաղաք Կոստանդնուպոլիս։ Եվ այս իրավիճակում պատահական չի, որ այսօր Ադրբեջանում որևէ հայ չի ապրում։ Պատահական չի, որ Թուրքիայի հայերը, նրանք ինչ որ մնացել էին այդ փշրանքները, նրանք էլ իրենց ինքնությունը կորցնում են, ինչպես կորցել են տասնյակ միլիոնավոր հայեր, ովքեր մնացել են։ Այսօր հազարներ են ընդամենը Թուրքիայում։
Այսինքն պիտի հասկանանք, որ իրավիճակը շատ տարբեր է անգամ մոնղոլներից եւ բոլոր նրանք, պարոն Ղուշչյան, ովքեր ասում են, թե այս ժողովուրդը, այս եկեղեցին, այս պետությունը, այս երկիրը շատ ավելի վատ ժամանակներ են ունեցել, սա էլ կհաղթահարենք, կամ տգետ են, կամ ստորաբար ստում են։ Երկուսից մեկը, երրորդ տարբերակ իմ համոզմունքն է, չի կարող լինել։ Ինչու, որովհետև պատմության մեջ սրանից ավելի վատ վիճակ չի եղել։ Երբևէ։ Եվ սրանից ավելի անհույս վիճակ չի եղել։ Երբևէ, որովհետև չի եղել իրավիճակ, երբ երկրի թագավորը միջնադարում կամ դրանից առաջ վարի մի քաղաքականություն, որի համաձայն իր երկիրը հանձնի գրավողին։ Ընդ որում այն գրավողին, որը այդտեղից այդ բնակչությանը հանելու է։ Վարի մի քաղաքականություն, որով ազգային ինքնությունը լուծարի։ Եվ չի եղել մի իրավիճակ, երբ ժողովուրդը դրա հետ փաստացի համաձայն լինի։ Իմ գնահատմամբ փաստացի համաձայն է։ Եթե չկա արձագանք, եթե չկա հակազդեցություն, դա նույնպես գործողություն է։ Չգործելը նույնպես գործողություն է, դա որոշում է չգործել։ Այսինքն դու գործում ես չգործելով եւ թույլ ես տալիս, որ դիմացինի գործողությունը իրականանա առանց հակազդելու։ Հակազդեցությունը հայերի մոտ եւ Հայաստանում 0 է։ 0։ Ով ինչ ուզում է խոսի ստում են։ Հետևաբար սա վատթարագույն ժամանակը եւ շրջանն է պատմության մեջ, այս երկրի եւ այս ժողովրդի, բայց ես համակերպվել եմ դրա հետ, որտեղ ես հասկանում եմ, որ սա այս ժողովրդի որոշումն է, կա որոշում։ Ինչպես ասեցի, լռությամբ, անգործությամբ դա որոշում է լինել այդպեսին, լռել եւ անգործ լինել այս հարցում։ Եվ որոշում է ինտեգրվել, կորցնել պետությունը, կարծում եմ այդ որոշումը ողբերգականորեն եւ խիստ անընդունելիորեն կա, իմ գնահատականն է, տաստված ես սխալվեմ։ Եվ կա որոշում ազգային ինքնությունից հրաժարվելու եւ կապ չունի ինչ ինքնությամբ ապրելու, բայց այդ որոշումը արդարացված չի լինելու, որովհետեւ ինքնությունից հրաժարվելու են, բայց միևնույն է այստեղ չեն ապրելու։ Պարոն Մարտիրոսյան, իհարկե շատ տխուր փաստեր եք արձանագրում, ես դժվարանում եմ ձեզ այդ չհամաձայնվելը, բայց ձեր վերլուծությունը շատ տխուր մտորումների տեղիք է տալիս։ Բայց միթե մենք այն ազգն ենք, որ այսքան հազարամյակներ անցնելով գալու ենք ինչ-որ մի ոչնչությունների օրոք հասնել այս վիճակի, լավ, այս իշխանությանը որքան կարելի է անդուրժել։ Մինչև վերջ։ Մինչև վերջ հանդուրժելու են։ Շատ հանգիստ եք ասում։ Չէ, ինչ անեմ, ես այդ ասեցի, այդ փուլերը խելագարվելու անցել եմ արդեն։ Այսինքն, եթե չխելագարվեցի, հիմա այդ հարատև process-ի մեջ ես չեմ կարող անընդհատ լինել, հա, ներքին սարսափելի վիճակ կա, այո, այն հանգամանքը մարդը սոցիալական կենդանի է, պարոն Ղուշչյան։ Դուք ինձ նախքան հաղորդումը մի դեպք պատմեցիք վերջին օրերից այս հետ տեղի ունեցած, որը ես ինձ թույլ չեմ տա պատմել, որովհետև դա ձեր հետ պատահած դեպք է, եթե դուք հարմար գտնեք կպատմեք, բայց ուրվագծելով ուղղակի դուք ձեզ դրսևորել եք որպես հայ մարդ, որպես քաղաքացի մի միջավայրում, որը ձեր մտերիմների միջավայրն է եղել, որտեղ դուք անընդունելի բան եք լսել։ Քանի հոգի է այդպես անում։ Քանի հոգի է ձերպես վարվում։ Ես էլ եմ այդ նույն բանը արել, եղել է իմ հետ նույնպես։ Քանի հոգի է ինպես վարվում։ Այսինքն մյուս կողմից մենք հասկանում ենք, որ այդպիսի մարդիկ, որոնք գոհ են իրավիճակից, շատ են։ Չէ՞։ Շատ են մեղմ ասած։ Եվ սա է իրականությունը։ Մենք ինչ պիտի անենք էլ, ինչ կարող ենք անել էլ, այս երկրի տերը իրականում այս ժողովուրդն է։ Եվ եթե այս ժողովուրդը ընդունել է որոշում, մենք ինչ կարող ենք անել ձեր հետ միասին։ Այդ սուտի հույսամանյակները, որոնք շատ հաճախ շատ լավ մարդիկ են, այսպես հայրենասեր են իրապես, ու ասում են կոտրում է մեր հույսը, մեզ բան, հա դուք որ հույս ունեք ինչ, դրանից ինչ օգուտ։ Այդ հույսը խաբեություն է, այդ որ մահամերձ, մահվան մահճում գտնվող մարդը հույս է ունենում, որ ինքը կապրի, դա արդյոք խելացի բան է։ Չէ, դու պիտի տեսնես ինչ է կատարվում, համապատասխան հանրություններ տաս ընտանիքի անդամներին, ստեսություն ասես գոնե։ Մտածես կյանքի մասին մի վերջին անգամ, դու գնում ես արդեն, դա փաստ է, որ դու գնում ես։ Այդ ինչ հույսամանյակություն է, կամ որ հույս ունեք, այդ ինչ մի պայքարի մոլուցքից մեռնում եք, հա, այդքան պայքարիստներով հավաքվել եք, հանկարծ գալիս է Հայկ Մարտիրոսյանը, ձեր հույսը կտրում է ու ձեր գործը փչանում է։ Այսինքն, ես իրականությունն եմ ասում, եւ բարեբախտաբար դուք, անձամբ դուք նույնպես իրականությունը շատ լավ տեսնում եք։
Եվ Մանո Մարտիրոսյան, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։ Սիրելի բարեկամներ, դե ես կուզենայի, որ մեզնից յուրաքանչյուրը Հայկ Մարտիրոսյանի այս վերլուծությունից հետո շատ ճիշտ եզրահանգման գար, քանի դեռ ուշ չէ, սթափվեք, այսօր այսքան է, ցտեսություն։